Վերաբերվում է ձեր մյուս հարցին, ես առաջին մասով արդեն պատասխանեցի, շարունակելով ասեմ, որ ես ինքս ինձ համարում եմ Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ, ես այդ համայնքի անդամ եմ, եկեղեցու գործերով զբաղվելը որևէ կերպ չի կարող հակադրության մեջ դրվել իմ եկեղեցու հավատավոր հետևորդ լինելու փաստի հետ, որովհետև ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել, որ եկեղեցին առաջին հերթին եկեղեցու հավատավոր հետևորդներն են, որովհետև Հիսուս Քրիստոսը նոր կտակարանում ասում է, որ այնտեղ որտեղ իմ անունով 3 հոգի կհավաքվի, հենց դա է եկեղեցի։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ այո, հոգևոր սպասավորները եկեղեցու սյուներն են, բայց եկեղեցին ժողովուրդն է, նրա հավատավոր հետևորդները։ Այսօր գիտեք ինչ, ես կառաջարկեմ, որ մոնիտորինգ անենք հանրապետության տասնյակ հարյուրավոր եկեղեցիներում պատարակներ են տեղի ունենում դատարկ դահլիճներում, եւ որ շատ դեպքերում կտրիչ ներսյանի համակարգը չունի հնարավորություն կիրակնօրյա պատարակներում այդ գյուղի համայնքից բնակիչներից գոնե 5, 10, 15, 20 հոգի բեր գնացեք բանի այդ կիրակնօրյա պատարակները։ Ես այս վերջերս մի տեղի հետ կապված հարց կար հետաքրքրվեցինք եւ ասցին, որ պատարակին մասնակցել է տվյալ քահանան եւ իր ընտանիքի անդամները։ Իր ընտանիքի անդամից դուրս որևէ մեկը չի մասնակցել։ Եվ այն, որ եւ մենք այո կտրիչ ներսյանին մեղադրում ենք եկեղեցու դռները փաստացի հավատավոր հոտի առաջ փակելու եւ հավատարիմ հոտին եկեղեցուց օտարելու մեջ եւ ցավոք կամ ոչ ցավոք փաստն այն է, որ իմ երկու կարգավիճակները չեն կարող բաժանել եւ ամեն ինչ պետք է տեղավորել այդ համակարգում։